Շինարարության բարեկարգման վարչությանը հանձնարարական համար 40 զեկուցել Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքների մասին։ Կմիացնեք, պարոն քաղաքապետ, Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքները ավարտված են, 12 վարչական շրջանների 286 հասցեներում կառուցվել է 551 թեքահարթակ։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, ես ընդհանուր առմամբ շատ կարևոր եւ մեծ աշխատանք է արվել, մի քանի դիտողություն այս ծրագրի վերաբերյալ, շատ շնորհակալ եմ, որ ֆիքսվեց, որ պետքա լինի համակարգային, այսինքն չի կարող ուղղակի հատվածական 1-2 տեղ թեքահարթական ամբողջական լուծումներ են տրվել, բարձրաձայն եմ այն խնդիրները, որոնք որ ինքս նկատել եմ, տեղ մենք թեքահարթակի տեսակները սխալ ենք ընտրել այն առումով, որ ընտրել ենք մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակը, երբ պետք է եղել 3 կողմից մոտեցումներով, հասկանալի է, չէ, ինչ եմ ասում, մի հատ երևի թե այս առումով պետք է ուշադրությունը մեր սևեռած պահենք խնդրի վրա եւ մեր քաղաքի ավելի ներառական եւ ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերի մեր առաջնահերթությունների շարքում շարունակում մնալ, այսինքն միշտ տենց մոտավորապես աշխատանք անելիս մի հատ տենց ինքնուրույն անվասայլակով կամ մանկասայլակով այդ հատվածով պատկերացնում ենք ոնց ենք անցնելու։ Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք։ Շնորհակալ եմ։ Հաջորդ Տրանսպորտի վարչությանը հանձնարարական համար 146 ուսումնասիրել եւ գումի շուկայից դեպի Սարիթաղ գնացող հատվածում կանգառասրահ տեղադրելու վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն։ Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում ձեզ, որ գումի շուկայի հարակից հատվածում Խորենաց եւ Զավարյան փողոցների խաչմերուկում տեղակայված կանգառի կետում կանգառասրահ տեղադրելու հարցի հետ կապված իրականացվել է տվյալ տեղանքի տեղազնություն եւ առաջարկվել է ավելի հարմար նոր կանգառի կետեր սահմանել Խորենացի 40A եւ Խորենացի 33/7 հասցեների հարակից տարածքներում։ Նոր կանգառի կետերի հաստատման համար անհրաժեշտ է մայթերի բարեկարգման եւ կանգառասրահի տեղադրման աշխատանքներ, որոնց մասով պայմանավորվածություն է ձեռք բերվել կենտրոն վարչական շրջանի ղեկավարի եւ Երևան տրանս ընկերության տնօրենի հետ այս տարվա ծրագրերով նշված շինարարական աշխատանքները կազմակերպելու մասով։ Շինարարական աշխատանքների ավարտին նշված հասցեներում կիրականացվեն նաեւ համապատասխան ճանապարհային նշանների կահավորում եւ գծանշման աշխատանքներ։ Շնորհակալ եմ, հաջորդը Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությանը հանձնարարական համար 106 զեկուցել Երևանի քաղաքապետարան մուտքագրված դիմումների եւ գրությունների, ինչպես նաեւ 105 հեռախոսամարով եւ ակտիվ քաղաքացի հարթակով ստացված տեղեկատվության հիմքով գրանցված գործերի կատարման ընթացքի, ինչպես նաեւ հարթակով տրված գնահատականների վերաբերյալ համեմատական տվյալներով։ Հարգելի պարոն քաղաքապետ, 2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ Մալբրի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրվել է 197540 դիմում եւ գրություն, որից ժամկետանց են ընդամենը 172-ը։ Ժամկետանց հանձնարարականների թիվը նախորդ ժամանակահատվածի համեմատ նվազել է 285-ով։ Ուրբան էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրվել է 11930 դիմում, որոնց հիմքով տրամադրվել է 5669 թույլտվություն։ Քարտուղարության զանգերի սպասարկման եւ աջակցման բաժնի 105 հեռախոսահամարին ստացվել է 202305 զանգ, նշված զանգերի 92%-ը 187125 զանգ պատասխանվել է քարտուղարության մասնագետների կողմից առաջին իսկ զանգից, մնացած 8%-ը 15180 զանգ սպասարկվել է հետադարձ կապի միջոցով։ 2025 թվականի ընթացքում ակտիվ քաղաքացի հարթակ մուտքագրվել է 44401 հայտ, որից 25156-ն անմիջապես հարթակի միջոցով։ Նշված 44401 հայտից այս պահին կատարված չեն ընդամենը 382-ը։
Նշված չկատարված հայտերից 41-ն ընթացքի մեջ են Երևանի քաղաքապետանի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներում, մնացած 341-ը գործընկեր, Դավարս եւ Վիոլա ջուր ընկերություններում։ Տեղեկացնեմ, որ հարթակում արկա գնահատման ենթակա հայտերից ավարտված կարգավիճակում են 23405-ը, որից 9870-ն են գնահատվել քաղաքացիների կողմից։ Ներկայացնեմ գնահատականների պատկերը նախորդ կիսամյակի հետ համեմատականով։ Աշխատակազմի ճարտարապետության քաղաքաշինության վարչություն 2.5, նվազել է 0.5-ով։ Առողջապահության վարչություն 3.8, ավելացել է 0.4-ով։ Առևտրի ծառայությունների եւ գովազդի վարչություն 4, նվազել է 0.1-ով։ Բնապահպանության վարչություն 2.6, նվազել է 0.2-ով։ Կոմունալ տնտեսության վարչություն 2.8, նվազել է 0.2-ով։ Հանրակրթության վարչություն 2.9, ավելացել է 0.3-ով։ Մշակույթի եւ տուրիզմի վարչություն 4.1, ավելացել է 0.6-ով։ Շինարարության եւ բարեկարգման վարչություն 3.7, ավելացել է 0.1-ով։ Տրանսպորտի վարչություն 3.4, ավելացել է 0.1-ով։ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն 4.1, ավելացել է 1.2-ով։ Հասարակական կարգի պահպանության ծառայություն 2.9, ավելացել է 0.9-ով։ Աջափնյակ վարչական շրջան 3.8, պահպանվել է գնահատականը։ Անվան վարչական շրջան 3.2, ավելացել է 0.3-ով։ Արաբկիր վարչական շրջան 3.3, գնահատականը պահպանվել է։ Դավթաշեն վարչական 3.9, գնահատականը պահպանվել է։ Էրեբունի վարչական 3.9, ավելացել է 0.5-ով։ Կենտրոն վարչական շրջան 3.5, նվազել է 0.1-ով։ Մալաթիա Սեբաստիան վարչական շրջան 3.5, նվազել է 0.1-ով։ Նոր վարչական շրջան 3.6, ավելացել է 0.1-ով։ Նորք Մարաշ վարչական շրջան 3.2, ավելացել է 0.1-ով։ Իդեպ, պարոն քաղաքապետ, նախորդ զեկույցում